Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Երիցյան քո, եկես է արկայություն քո, Երիցին կան քո, որպես հերկինս եփելի, ըսած մեր հարապասով, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբաղիս մեր, որպես եւ մենք թող մերոց պարտանած, եւ մի դահերս մեզի գործություն, այլ բրգյաց մեզ իչարել, սիքո և արկայություն և զորություն և բար, հավիդյանից հավիդենից, ամեն։ Իմաստություն հոր, Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարից խորել և խոսել և գործել, առաջին հոր ամենայն ժամ, իչար խորտոց, իմ անից և գործոց, բրգյացիս և օրգան և ինձ մասմանելիս, ամեն, գահավատան ամենասուր երորդության, հորը, որդին և սուր ոգին, գահավատան ապրելից երան ավելունին, Քրիստոսի զրունքին, մգրտության, չաչարանքերուն, հաչերության, երեկոնյան տարունին, հարության, աստվածապես համարնալուն և որ Եվ ահեր ու հարավոր, և իոր կալուսնին, գնումին և նավարան, ամեն։ Սիրելիներ, եթե երկինքը, եթե Աստված մեզի օգնության ծեր չեր գարել, ամենք սալ կգործանի։ Հիսուս Պետրոս առաքյալին ասավ, Սիմոն, Սիմոն, սատանան ուզեց քեզ ծորենի պես մաղե անցնել, բայց ես քեզի համար աղոթեցի։ Եթե Աստված չգա, չլար աշխարհի մեջ, ինչպես որ այսօր մարդիկ զեն ինչ Աստված չգա։ Եթե Աստված չգա աշխարհի մեջ, չլար աշխարհի մեջ, նախ աշխարհը գոյություն չէ ունենալ, իսկ սիրելիներ ամբողջ երկրակունդը քաոսի կվերածվեր եւ մենք կգործանեինք։ Աստուծո պաշտպանությունը մարդկության վրա է։ Եվ Հիսուսը սա մեր հայրը և նա որ այնքան բարի է, որ իր արևը գծակեցնե և բարիներուն և չարերուն վրա, իր անձրևը գդեղացնե և արդարներուն և մեղավորներուն վրա։ Աստված խնդրություն չի տներ մարդոց միջև, բայց Աստված իր ողորմությունը այս աշխարհի մեջ է որ գահայտնի, իր երկրորդ կալուստին դերը սիրելիներ, պիտի զադե ոչխարը այծեն, արդարը մեղավորեն, անօրենը սուրբեն։ Եվ սակայն այս կյանքի մեջ, որքան Աստուծո մենք մոտենանք, միշտ իմանանք, որ սատանայի հարձակումները ավելի պիտի շատնան։ Որքան Աստուծո մոտենանք, այնքան չարը մեր թեմ պատերազմի պիտի ելնի։ Որովհետև Հիսուսը սա, ես ձեզ աշխարհեն զադեցի, եթե դուք այս աշխարհեն լայիք, աշխարհը ձեզ պիտի սիրեր, բայց այսօր աշխարհը ձեզ գադե, որովհետև ես ձեզ զադեցի աշխարհը։ Ուրեմն ինչ, մեր հավատքին հեռանանք, որպեսզի աշխարհը մեզ սիրեր, այդ ժամանակ հավիտենական գորուստը գա սիրելիներ։ Հավիտենապես պիտի գործնի մարդու հոգին, երբ Աստծուց մեռանա։ Ուրեմն երկրորդ հարցումը պիտի ծագի։ Լավ, այս աշխարհի մեջ ես ինչպես պիտի դիմանամ։ Մենք ինչպես պիտի դիմանանք այսքան նեղությանց, այսքան հարցակումներու։ Տերը գսե, ես քեզի հետ եմ, մինչև աշխարհի վաղճան։ Մենք այսօր պիտի տեսնենք սիրելիներ, թե ինչպես սատանան մեր սերտողության ընթացքին պիտի տեսնենք, թե ինչպես սատանան եկեղեցու վրա այնպիսի հզոր հարձակում պիտի գործե,
Բայց Աստված երկինքեն պիտի պաշտպանե իր զավակները։ Դերը սիրելիներ, իսկապես որ իրեն հավատարիմ զավակները կհահեք պաշտպանեն։ Այսօրվա մեր հավաքական ընթերցանության համար ընդրած եմ 18-րդ Սաղմոսը։ Այս Սաղմոսը Դավիթ մարգարեն գրած է։ Դավիթ թագավոր, երևակայեցեք որ հզոր թագավոր եղած է Դավիթ, սակայն թշնամիները այնքան կզորանան իր վրա, որ Դավիթ մարգարեն գսել Տիրոջ աղաղագեցի եւ պիտի տեսնեք սիրելիներ մանավանդ 7-րդ համարեն հետ մինչեւ 18-րդ համար Աստված երկինքն ու երկիրը դակն ու վրա գնե երկինքն ու երկիրը որպեսզի իր ծանան բռնի եւ Դավիթ մարգարեն վերջ գսե երբ աղաղագեցի Տիրոջ երկինքն ան իր ցերկը երկարեց եւ օգնեց ինձ Փրկեց ինձ իմ թշնամիներս։ Աստված սիրելիներ երկինքն ու երկիրը դակն ու վրա գնե, որպես իր զավակները փրկի։ Անոնք, որոնք իրեն հավատարիմ են։ Եվ այսօր այս մասին է, որ պիտի մենք սերդենք սերդողության տածքին։ Եկեք միասին գարտանք այս սկանջելի Սաղմոսը, 18-րդ Սաղմոսը, որ գրած է Դավիթ մարգարեն, եւ որ դերը զինք ազատեց իր թշնամիներեն եւ Սավուլ թագավորին։ Հաղթանակի երգ 18-րդ Սաղմոս։ Գսիրեմ քեզ դեր զորությունս, դեր իմ վեմս, ամրությունս ու փրկիչս։ Աստվածս իմ բարիս կսե, ես անոր գաբահնի, իմ վահանս է ան, փրկությանս զորությունը եւ իմ հարցը աշտարակս։ Օրդերգությամբ դերը օգնության կանչեցի և զիս ազատեց թշնամիներս։ Մահվան տագնապը զիս պաշարեց, գորուստի հեղեղները խռովեցուցին զիս։ Մահվան աշխարհը զիս պաշարեց և մահվան որոքայքները լարվեցան ինձ դերը։ Նեղությանս մեջ Տիրոջ դիմեցի, փրկության համար իմաստուծույս աղաղագեցի, և անիկա իր տաճարեն լսեց ձայնս, աղաղակս անոր ականջը հասավ։ Այն ադեմ, երկիրը սասանեցավ ու տողաց, լերդերուն հիմերը շարժեցավ ու սասանեցան անոր պարգուտեներ, անոր քիթեն ձուղ բարձացավ, բերներ ապող գրակ ժայթկեց և գայցակներ սուրացին ամեն գոմ, անիկա երկինքը խոնարեցուց և իջավ, թանցր ամբի վրա կանգնած, կերով պեիմը վրա, հեծավ և կրավ, ու հովին թևերով սլացավ, խավար իրեն ծածկույթ դարձուց, զինք շրջապատող խավարային ջուրերն ու ամբերը իրեն բնակարան, անոր ներկայությամբ փայլատակումներ, ամբերը գարգուտ ու գայցակ ժայթկեցին, դերը երկինքեն որոտաց, Փարցյալը իր ցայնը լսելի դարձուց գարգուտով ու գրակով գայցակներով, իր նետերը ղրգեց և ծրվեց թշնամիներս, իր փայլատակումները բազմացուց և խռովքի մատնեց ցանով, ու հանդիմանությամբ դեր, ու փարգությանդ ահեղ փչումով ջուրերուն հատակը երևցավ և աշխարհի հիմերը հայտնվեցան, հարցրեն ցերկը երկարեց, զիս բռնեց և բազմաթիվ փորձանքները դուրս անեց, զիս ազատեց հզոր թշնամիներս և զիս ադողները, որոնք ինձ մեզ զորավոր էին, որոնք ճամփաս կոտրեցին և նեղը մնացել էին, բայց դերը հենարան եղավ ինձի, զիս վտանգեմ դուրս բերավ և ազատեց, որովհետև հավնեցավ զիս, դերը իմ արտահանությանս համաձայն կվարձատրեց զիս, քանի ձեռքերս մաքուր են, ըստ այնմ կհանդուցան է ինձի, որովհետև Տիրոջ ճամփաները պահեցի իմ աստուծույց դեմ ամբարշտություն ջրի, անոր բոլոր օրենքները իմ առջևս էին և անոր կանոնները ինձ մեջ երացուցին, անոր առջև ամպից եղավ և անօրենություն գործել է զգուշացավ, ուստի դերը արտահանությանս համաձայն հանդուցանեց ինձի, իմ ձեռքերուս մաքրության համաձայն, որ իր աչքին առջև է, դեր իմ Աստվածս, հավատարիմ մարդուն հանդեպ հավատարիմ գնաս, գադարյալին հանդեպ գադարյալ, մաքուրին հանդեպ մաքուր գնաս և կընդդիմանաս քեզի ընդդիմացողին, թունդարաբյալ մարդիկը կփրկես և ամբարտավան աչքերը կցածնես,
ես որ ջրակս կվարես, Տեր իմ Աստվածս, և խավարս կլուսավորես։ Երբ հետս ես, առանցինս ես ամբողջ բանակ մը գրնամ ետ մղել, բարիսներն իսկ կշրջանցեմ ով Աստված, Աստուծո ճամփան կատարյալ է, Տիրոջ խոսքը վստահելի, անիկա պաշտպան վահան է բոլոր իրեն ապավինողներում։ Տիրոջ տեսակ Աստված չկա, մեր Աստուծմեն զատ վեմ չկա։ Աստված է, որ ինձ զորություն կբարգևե, իմ ճամփաս կատարյալ կդարձնե, եւ ոտքերս եղջերուի ոտքերում պես թեթևաշար, հարցումներու վրա գամբում կբահեցիս, ձեռքերս պատերազմի կվարժեցնե, այնպես, որ կարենամ հասուկներովս ինձի աղերն իսի գոդրել, ինձի պրգությանը ասպարը դրի, քու աչը զիս սորացուց և քու օգնականությունը զիս բարձացուց, ոտքերուս տակ ճամփաս հարթեցիր և իմ քայլերս չխախտեցան բնավ, թշնամիներս հալածեցի և անոնց ասա, և ետ չդարձավ մինչև զանում չսպարեցի, զանում կետին տապանեցի և ալ չգրցան գանքին և զանում ոտքիս տակարի, պատերազմից մեջ զորություն պարգևեցիր ինձի, վրաս հարցագողները ոտքերուս տակ տավանեցի, թշնամիներս հալածական դարձուցի և ես ոչնչացուցի զիս ադողները, օգնություն աղաղագեցին, բայց հազատող չեղավ, Տիրոջ աղաղագեցին, բայց պատասխան չդվավ, զանում հովե քշվող փոշի վերածեցի, գող կրտեցի փողոցներու ցեղին պես, իմ ժողովրդիս հագարակուտենեն զիս ազատեցիր և ազգերուն գլուխ կարգեցիր, անձանոտ ժողովուրդ մե ինձ ենթարկվեցավ, առաջին իսկ ոսկեն հնազանդեցավ ինձի, օդար ազգեր գծներով եկան ինձի, օդար ազգեր սմկեցան և սարսափով դուրս եկան իրենց թաքստոցներեն, անմահ է Տերը, օրդնյան է իմ պաշտպան վեմս, և թող պարապանվի Աստված իմ փրկիչս, Աստված է, որ ինձի համար վրեժխնդիր կլա, և ժողովուրդները ինձի կհնազանդեցնեն, զիս կփրկե թշնամիներես, ինձի հաղթանակ կտա վրաս հարցագողներուն թեմ, և զիս կազատե վայրակ մարդոցմե։ Ադորամար, բոլոր ազգերու մեջ կողության երբ պիտի երկեմ քեզի Տեր, և քո անունիդ ներքով պիտի երկեմ։ Թունես, որ մեծ օգնություն ցույց տվիր քո ընտրած թագավորին Դավիթին, մնայուն սեր ցուցաբերեցիր քո օծյալիդ և անոր սերունդին։ Ամեն։ Ասիրելներ տեսակ թե ինչ հզոր Սաղմոս է, որ եթե նեղության մեջ եք, եթե սիրելներ հարցակումներու դակ եք, այս Սաղմոսը գարտացեք և դիտեցնեք Աստուծո պաշտպանությունը և Աստուծմով նաև ձեր հաղթանակը։ Եկեք երկեք և ասենք, երբ հավատքով կարողը լավ երկինք իմս է ասել, վախի ազատելով գրնամ լացող աչքերս սրտել։ Եթե այսօր դրդմության մեջ եք, ստրեսի մեջ եք, տագնապի մեջ եք, ընջախտի մեջ եք, ցավի մեջ եք, սիրելիներ, հավատքով ձեր աչքերը երկինք բարձրացուցեք և այդ ժամանակ ձեզ մի այդ բոլոր նեղությունները պիտի անհետանան։ Ինչ կսե 121-րդ Սաղմոսը, համ բարձի զաչսին իլերինս ուստի եկեսեին զորություն, աչքերս երկինք կբարձրացնեն, ուրգեմ օգնությունս միկա, որտեղ ցավոտ մարդը սիրելներ միշտ աչքերը կետին է, բայց երբ որ մենք մեր աչքերը երկինք բարձրացնենք, այն ադեն մեր օգնությունը երկինք է պիտի տա։ Երկեք միասին այս հոգևոր երկը։ Երբ հավատքով կարողը լամ, երկինք իմ սերս է, վախ է ազատելով գրնամ, լացող աչքեր սրբել, Potens jednym co
ներկայություն ունենք սիրելներ ամեն ինչ խաղաղ եղավ։ Եկեք երկենք հաջորդ երկը, դեր պահես ես սուրբ խաչի արյունի տակ։ Ամեն օրս ենք դեր պահե մեզ, պահե ընտանիքս, պահե ազգս, պահե քրիստոնյա ժողովուրդները քու խաչի արյունի տակ։ Երկենք սիրելներ։ Հաջորդ երկը սիրելներ, Աստուծո զավակներ։ Ողոս Արաքյալը գսե, որ ինձի պես եղեք, ինչպես որ ես Քրիստոսի պես եմ։ Հետաքրքրական է սիրելներ։ Ողոս Արաքյալ գսե ինձի նմանեցեք, ինձի պես եղեք, ինչպես ես Քրիստոսի։ Մենք կրնանք այդ խոսքը ասել, ես տակավին չեմ կրնանք ասել։ Այդ չէ, որ մենք ամենքս ալ գոչված ենք Քրիստոսի նմանը լա։ Եվ ինչ ասավ Հիսուս, ինձ մեզ սորվեցեք, որովհետև ես եզ եմ սրտով և խոնար։ Որքան սիրելներ մեր մեջ հպարտություններ կան, որքան մեր մեջ սիրելներ հոխորդանքներ կան։ Ադորամար Պողոս Արաքյալ գսե, քավնիցի ինձի, որ ես ուրիշ բանով բարձրանամ, բացի Հիսուս Քրիստոսի խաչով, որովհետև այդ խաչի վրա է, որ ինձի համար դերը մահացավ, եւ այլևս աշխարհը ինձի համար մեռած է, եւ ես ալ աշխարհի համար, Քրիստոս է, որ մեջս կապրի, եւ ես Քրիստոսի մեջ։ Սիրելներ, Պողոս Արաքյալ հարուստ էր, փարիսեցի էր, բարձրություն էր, ռոմիական քաղաքացիություն ուներ։ Ամեն տեսակ արաբելություն ուներ։ Եվ սավ այդ բոլոր արաբելությունները, որ ժամանակին արաբելություն կհամարի, հիմա ոչնչություն կհամարի։ Եվ նաև սավ երկրորդ Կորինթացիներու նամակի մեջ ես իմ դգարտություններովս կբարձրանամ։
Որովհետև Հիսուս իրեն ասաց էր, որ Պողոս իմ շնորհքս քեզի բավարար է։ Իմ շնորհքս։ Եվ ադոր համար Պողոս Արաքյան իր ցավերու մեջ անգամ գսե Աստծո շնորհքով ես կբարձրեմ։ Եկեք երկենք սիրելիներ Աստծո զավակներու այս երգը։
Քրիստոսի զինվորներ, ողջույն։ Ինչպես եք։ Հազար բար, իսկապես Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ։ Այս երկրի վրա զուր դեղը չէ որ ողջերս կոչվին զինվորակրյալ եկեղեցու անդամներ, որովհետև զինվորակրված ենք եւ զինվորակրված ենք սիրելիներ հավերժ։ Մեր զինվորությունը աշխարհիկ զինվորության պես չէ որ 1 տարի, 2 տարի, 10 տարի, 20 տարի զինվորություն գնեն վերջ թոշակի գնեն, ոչ, այլ մեր զինվորությունը այս երկրի վրա մինչև մեր վերջին շունչն է, ապկե վերջ վարձ կգա եւ վարձքը հավիտենական կյանքն է։ Եվ սիրելիներ մեր հրամանատարն ալ աշխարհիկ հրամանատար չէ, մեր հրամանատարը երկինքի եւ երկրի արարիչն է, Դեր Հիսուս Քրիստոսն է, եւ մեր զենքերն ալ աշխարհիկ զենքեր չէ, այլ մեր զենքերը սիրելիներ, հոգևոր զենքեր են, Քրիստոսի խոսքերն են, եւ մեր պատերազմը մարդոց դեմ չէ, այլ մեր պատերազմը հոգևոր աշխարհին դեմ է, սատանային ուժերի դեմ է, որոնք սիրելիներ իրենք են պատճառը, որ դժբախտաբար մարդիկը իրենց ծառա դարձնելով իրարու դեմ գանեն։ Ինչու համար սիրելիներ աշխարհը այսօր Իրանու հագարակ է։ Ինչու համար ազգերը իրար գատեն։ Միթե Աստվածը ստեղծեց որ ազգերը իրար ադեն։ Ոչ, որովհետև սատանան այդ թույնը թափեց եւ առաջին թույնը թափեց երբ որ գայերին մեջ այն նախանցի թույնը թափեց որ սպանե իր ապել եղբայրը եւ առաջին մարտասպան, առաջին եղբայրասպան ուրեմն այս ոչրագործությունը դերի ունեցավ Ադամի եւ Եվայի սերունդի մեջ։ Բարի եկած եք սիրելի քույրեր եղբայրներ, Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ անխտիր, բոլոր անոնք որոնք մշտապես ներկային այս հոգևոր սերտողության, բոլոր անոնք որոնք վերադարձած են կամ նոր եկած են բարի գալուստ, եւ բոլոր անոնք որոնք սիրելիներ համացանցի ճամփով գտնվին փյուր ողջույն։ Մենք կսերդենք հայտնությունով անու քիրքը։ Քիրքը, որ սիրելիներ մեկ կողմեն եկ դերը մեզի կհայտնե, թե երկրի վրա ինչ են պիտի պատահին իր երկրորդ կալուստեն առաջ, թե ինչպես սատանան զորքեր պիտի ավակե, զորություններ պիտի ունենա, որպեսզի կարողանա Աստուծո զավակներուն թեմ մարդնջի, բայց մյուս կողմից սիրելիներ դերը մեզի կքաչալերե, կզորացնե, ցույց տալով որ թշնամին որքանալ երևույթապես զորանա, սակայն իրականության մեջ անոր պարտությունը արդեն իսկ որոշված է, իսկ մեր հաղթանակը Տիրոջով ապահովված է, մեզի ինչ կմնա, մեզի կմնա Աստուծո խոսքին հնազանդին, Տիրոջ վստահին եւ իր մասին վկայելով այս մեր երկրավոր կյանքի օրերը ապրիլ։ Այսօր սիրելիներ մենք պիտի սերդենք եւ ավարտենք 13-րդ գլխու վերջին քանի համարները, 15-ը, 18 համարները։ Բայց նախքան այդ բզդիկ վերականգ մնեն որպես ինչ է։ Այս գլխու մեջ տեսանք թե ինչպես
Հովանես Արաքյալ դեսավ դեսիմը, դեսավ երկնքի մեջ գինը, որ արև հակացեր, գլխուն 12 աստղերը գազմված վսակ կար, ոտքին դագնոսինը կար և հղի էր։ Եվ դեսավ նաև մեծ վիշապը գարմրակույն հրեղե, որ ուզեց գանգնած էր այդ հղի գնոջ դիմաց և ուզեր, որ հազիվ գինը երեխան ծներ, ինք այդ երեխան գլել, գուլ դալ։ Եվ դեսավ նաև թե ինչպես երկնքի մեջ բادرազմ եղավ, և բادرազմը ոչ թե մարդոց միջև էր, այլ ռեշտակ Նիկայել ռեշտակաբեդին և իր սորքին ընդեմ սադանային պերյարին մեծ վիշապին առաջին օծին, որ սադանան է, և անոր զորքին։ Եվ տեսավ թե ինչպես սադանան ինգավ, երկինքեն վար ինգավ, որտեղ բարձվեցավ, այլևս անիկա երկինքի մեջ դեղ չունի։ Եվ այն ժամանակ երկինքի մեջ մեծ ուրախությունը եղավ, որ և հայտարարեցավ, որ ահա հասավ Մեսիային, Օձյանին, Քրիստոսի իշխանությունը, որովհետև բարձվեցավ մեր եղբայրներուն հակարագործը և դուրս տրվեցավ։ Եվ տեսանք սիրելիներ վերջին սերտողության ընթացքին, թե ինչպես սատանան, քանի որ բարձվեցավ և երկիր ցկվեցավ, զայրույթով լեցված է, հարգությամբ լեցված է։ Ինչու՞, նախ, որովհետև երկինքեն երկիր ինկավ, երկրորդ գիտե որ պիտի թադաբարդվի և երրորդ գիտե որ իր կյանքի օրերը ինչ եղած են, գարչած են։ Սիրելի գույներ եղբայրներ, սատանայի հաղթանակի այդ օրերը գարչած են։ Ըսի արդեն իր ունեցած հաղթանակը երևութական հաղթանակ է։ Իրական հաղթանակ չէ, անիկա գիտե ինք բարձված է, ինք գիտե որ իր կյանքի օրերը համրված են և պիտի գործանի, պիտի նետվի, գրագի և ձծուպեն լիջին մեջ։ Անոր համար ինչ եղավ, գնոջ դեմ եղավ, և որ գնոջ սավակ երկինքան պշտակվեցավ այսին Հիսուս Քրիստոսը, գնոջ դեմ եղավ, գինը բացատրած է ձեզի, և Աստվածամայրն է, և հին ժողովուրդն է, և նայ նոր եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին։ Եվ Աստված երկինքեն թևեր տվավ գնոջ ու անապատ գնաց, այս բոլորի մասին խորհրդանշական բոլոր բացատրությունները ձեզի տված եմ սիրելիներ։ Հիմա և որ տեսավ որ սատանան չգրծավ գնոջ ո մեկ վնաս հասցնել, վերջին հարվածը պիտի փորձե գնոջ տա։ Եկեք սկսենք սերդել 15-րդ համարը, նախ ընթերցենք և ապա ձեզի բացատրեմ։ Ուրեմն գսել, ապա օծը իր պերանե հեղեղի պես չուրթապեց գնոջ ետևել, որբեսի հոսանքը առնե դանի զայն։ Սիրելներ գիտենք օծը ով է, չէ՞։ Ով է օծը։ Սատանան, որ առաջին օծ կոչվի Սուրբ Գիրքի մեջ։ Այն, որտեղ ինք սիրելներ օծի գերբարանքով եկավ։ Առաջին օծ կոչվի, վիշապ կոչվի, Բելիար կոչվի, Սատայել կոչվի, Սատանա կոչվի, Բերզեբուկ կոչվի, շատ անուններ ունի Սատանան։ Ուրեմն գիտենք, որ այս առաջին օծը սիրելներ Բելիարը Սատանան ամեն չանք գործադրեց պատմության ընթացքին, ամեն չանք գործադրե այսօր և ամեն չանք պիտի գործադրե աշխարհի վաղճանեն ամիջապես առաջ, ինչն է հալածել Քրիստոսի եկեղեցին, ինչպես անցյալին Աստվածամոր հանդեպ ադելություն ցուցաբերեց և ուզեց Աստվածամայրը և անոր որդին Հիսուս Քրիստոսը սպանել, այդպես արսիրելներ ահա սատանան ամեն ինչ կնե որպեսի գործանե Աստուծո ժողովուրդը Քրիստոսի եկեղեցին։ Եվ տեսեք ինչ ըրավ այս սատանան, ինչ կսե իր պերանե հեղեղի պես չուրթապեց գնոջ ետևել, ինչու այնքան հզոր չուրթապեց այն հեղեղի պես, որպեսի հոսանքը առնե դանի զայն, խեղդե գինը իր մեջ։ Հարցում, ինչ է հեղեղի պես թապած սատանայի պերնեն թապած չուրը, ինչ է։ Նախքան բացատրելս ասիգա, ասեմ որ չուրը, հեղեղը Սուրբ Գիրքի մեջ քանի իմաստներ ունի։
Նախ շուրը հեղեղը կամ գխորտանշե Աստուծո փառությունը Աստված ինչպես մարդկությունը գործանեց չրեղեղով Աստուծո փառության խորհրդանիշ եղած է նաև անցյալին կամ օրինակ սիրելիներ Օսիա մարգարեի բերնով կգարտանք 5-րդ գլխու 10-րդ համարի մեջ Օսիա մարգարեն գազդարարե Հութայի թագավորությունը եւ գսե 5-րդ գլխու 10-րդ համարի մեջ Անոնց վրա ճուրի պես պիտի թափեմ իմ փառությունս Հրյա Հութայի թագավորության իշխանելու վրա իմ փառությունս պիտի թափեմ գսե Աստված հեղեղի պես նույնը Նեհեմիա մարգարեի առաջին գլխու 8-րդ համարի մեջ նույնը Սաղմոս 42-7-րդ համարի մեջ Նաև սիրելիներ հեղեղը Սուրբ Գիրքի մեջ 5 դագարանի մեջ հատկապես Սաղմոսներու մեջ գխորհրդանշե նեղությունները, ցավերը, տարաբանքները օրինակ Դավիթ մարգարեն 18-րդ Սաղմոսի մեջ որ գարտացինք մենք քիչ առաջ 4-րդ համարի մեջ կսե մահվան դակնավը զիս բաշարեց գորուստի հեղեղները խռովեցուցին զիս Կամ Սաղմոս 32-6-րդ համարի մեջ դարձյալ Դավիթ մարգարեն գսե Ասոր համար աստվածաբաշտ ամեն մարդ աղոտքով պիտի դիմե քեզի ամեն անգամ որ անդրադառնա թե մեղքի մեջ կգտնվի եւ վիշտերը նույնիսկ եթե հեղեղի պես զինք ողողեն բնավ պիտի չկարենան մոտենալ իրեն տեսեք հեղեղի պես վիշտերը ուրեմն վիշտ խորհրդանշի հեղեղը 5 դակարան բայց այստեղ սիրելիներ հեղեղ թափողը ով է սատանա ուրեմն Սատանային թափած հեղեղը ուրիշ իմաստ ունի Սատանային թափած ջուրը ուրիշ իմաստ ունի Եվ գլխավորաբար սիրելիներ երկու իմաստներու մասին ցեսի պիտի խոսիմ այստեղ Առաջին Այս ջուրերը, այս հեղեղը գխորտանշեն ներին այսինքն հակաքրիստոսին, անտայքրիստին զորքերը, չար ուժերը Սատանան սիրելիներ աշխարհի վախճանեն առաջ աշխարհի վրա իր զորքերը պիտի արձակեն ները իր զորքը պիտի արձակեն մենք տեսանք ասկի առաջ որ անտունտեն չար ոգիներ ելան չար ոգիները սիրելիներ աշխարհի վրա պիտի ելան բայց հացի չար ոգիներ են նաև չար մարդիկ չար ժողովուրդներ չար ազգեր պիտի միանան Եվ ահավոր ուժը պիտի գազմեն, որբեսի Աստուծո ժողովուրդին թեմ պայքարի։ Եվ հոգևոր հայրս Երանելի Զարե Սրբազանը գսե, որ հայտնությունը մանու կրկի 17-րդ գլխու 15-րդ համարի մեջ ճուրերը կբացատրվին իբրև ժողովուրդներ, հասարակություններ, ազգեր եւ լեզուներ, երբ որ հասնենք 17-րդ գլուխը պիտի տեսնենք։ Եթե այս իմաստներով առնենք Սեզարե Սրբազան, ճուրերը, որ ժողովուրդներն են, ապա վիշապին թափած ճուրը գրնա նշանակել այն ժողովուրդներն ու ազգերը, որոնք չարին գամքը կգադարեն եւ անոր հալածանքի միջոցը գնան եկեղեցին թեմ։ Սիրելի քույրեր եղբայրներ, դժբախտաբար երկրի վրա ազգեր կան, որոնք սատանային ծառաներն են։ Եվ բախության ընթացքին զանազան ազգեր սատանային ցերկին տակ ծառայությունը մատուցած են իրեն։ Անցյալին եղած են հետանոսները։ Ժամանակի ընթացքին սիրելիներ, երբ որ հետանոսներու մեծ մասը քրիստոնյա դարձավ, սատանան ուրիշ ազգ մանեց, ուրիշ կրով մանեց, իսլամությունը սատանայի ցերկին տակ հզոր ծառայ է եւ այսօր ամենուրեք աշխարհի մեջ սարսափ գբերե եւ ցավի սիրելիներ մենք մեր ազգը ապրած ենք այդ փորձությունը եւ փորձառությունը թե ինչպես մեր շրջանի մեր երկրի հարևան պետությունները հատկապես թուրքեր եւ վերջերս ազերիներ սատանայի ուղղակի կամակադարներ են
որոնք սիրելիներ ամեն ինչ գնեն Քրիստոնյա ազգը, որ Աստուծո կպատկանի, որ Քրիստոսի գետևի, քանթեր զապը, անոր համար է, որ կբղձեն մեր տաճարները, անոր համար է, որ կբղձեն մեր հայրենիքը, ամեն ինչ կքանթեն, ամեն ինչ։ Եթե գիշեք հին ճուղայի բոլոր խաչկարերը, հազարավոր խաչկարեր, քանթեցին մուրջերով, պահերով և արաքսկետի մեջ տապեցին, քանի տարիներ առաջ, նույնը գնեն այսօր Արցախի մեջ, նույնը հրած է թուրքը մեր գիրիգյո մեջ, այլ խոսքով սիրելներ այսօր ազգեր կան, որոնք գծարային սատանային, և ասեմ միան իսլամությունը չէ, դժբախտաբար նաև քրիստոնյա, այսպես կոչված քրիստոնյա ազգերու մեջ կան ղեկավարներ, որոնք գծարային սատանայի կամքին։ Միթե ինչ է այսօր սիրելներ Ռուսիո և Ուկրաինայի պատերազմը, նույն ազգի զավակները չեն, եղբայրներ չեն, հավատքով քրիստոնյա օրթոդոքս եղբայրներ չեն, ինչու այսքան պատերազմ, որովհետև սատանան կօգտագործե իր գամագադարները և դժբախտաբար ժողովուրդներ հետևելով ահավոր վիճակ կստեղծվի աշխարհի վրա։ Անոր համար միշտ աղոթենք, որ Աստված չար ղեկավարներու ծրագիրները հեռացնե մեր ազգի վրայեն և քրիստոնյաներու վրայեն և հեռացնե այս չար ղեկավարները ամբողջ աշխարհին։ Սիրելիներ, իսկապես որ մենք Աստուծո պաշտպանությամբ եթե չմնայինք, մենք շատոց գործարած կլայինք։ Տեսեք, մեր ողջ պատմությունը մեծ գայսրություններ եկան։ Սասանյան գայսրություն, բարսկական գայսրություն, արաբական գայսրություն, ռոմեական գայսրություն, բյուզանդական գայսրություն, օսմանյան գայսրություն, ցարական գայսրություն եւ այլն, եւ քանթեցին սիրելիներ, շատ վայրեր, երկիրներ, ժողովուրդներ քանթեցին։ Աշխարհի երեսեն շատ ժողովուրդներ վերացան։ Մենք փուրմը հայ, ինչպես մնացին։ Ոչ հայրենիք ունեինք 600 տարի, 1375 թվականին Գիրիգյո մեջ մեր վերջին թագավորությունը, Ռուբինյանց թագավորությունը գործանեցավ։ Մինչև 1918-ը մենք երկիր չունեինք։ Մենք որպես ըստրու քերի կապրեինք, թե Օսմանյան դիրաբերության տակ, թե բարսիկներու տակ, թե ռուսներու տակ։ Ինչպես եղավ որ Աստված մեզ երկիր տվավ։ Ինչպես եղավ որ մենք գանկու մնացինք։ Աստված զրակիր ունի սիրելներ դակամի մեզ հետ, ուներ և ունի, ես կավադամ, որ Աստված մեր ազգին է դակամին զրակիր ունի, այո դժբախտաբար սիրելներ այս բոլորը պատահեցան, ոչ թե որովհետև մենք անմեղ էինք, խոստովանին որ մեր ազգը անմեղ չէ այսօր մենք այնքան սխալներ ունենք, մենք այնքան հեռացած ենք Աստուծմեն, որ Աստված նույնիսկ երբեմն գարդոնե թշնամիներու, որ մեզի այսպիսի նեղությանց մատնե, որ մենք Աստուծո դառնանք։ 5 տակարանի մեջ Աստված այդպես չրավ, այդպես չվարվեցավ և վրայցի ժողովուրդին էր։ Աստված գուզե, որ մենք իրեն դառնանք սիրելներ և հավատացենք, որ Աստված զրակիր ունի մեզի հետ։ Հիմա միտքս ուկա 124-րդ Սամոսը, 124-րդ Սամոսի մեջ սիրելներ գսվի, որ իսկապես եթե Աստված մեզի պահպանած չլար, մենք շատ ոնց գործարած կլայինք։ Գարտամ ձեզ երտամենը 8 համարները բաղկացած Սամոս մնի այս Սամոսը սիրելներ։ Գսե, Դավիթ մարգարեն է գրողը, եթե դերը մեզի հետ չլար, թող Աստուծո ժողովուրդը ասե, եթե դերը մեզի հետ չլար, երբ որ մարդիկ մեր վրա արձակեցան, մեզի դեմ իրենց անսանց սայրութով, անոնք մեզ ողջ կգլնեին, սիրելի քույրեր եղբայրներ, օսմանցիները, թուրքերը չէին գնար գլնել մեզ, բախուչյան ընթացքին, չունեին ոչ մեկ թագավոր, ոչ մեկ իշխան, ոչ մեկ ղեկավար։ Այսօր աշխարհը եթե հավաքվեր, չեն գնար գլնել մեզ։ Ազերին հետ այդքան
ուժեր հավաքվեցան, հրյաները հավաքվեցան, պակիստանցիները հավաքվեցան, սուրիացի տերորիստները հավաքվեցան, ուկրաինացիները հավաքվեցան, թուրքերը հավաքվեցան, այդքան հսկա ուժեր կրնար գլել մեզ, ողջ կրնար գլել մեզ, եթե Աստված մեզի հետ չնա, շարունակություն այցեք, թշնամիները մեզ գողողեին, հեղեղի մեզ մեր վրայեն անցնելով, չուրը, հեղեղի մեզ մեր վրային անցնեին, ինչպես տեսեք սատանան սիրելիներ չուր տապեց կնոջ հետևել, հեղեղի մեզ, այդպես ան գրնայի մեզ թշնամիները հեղեղի մեզ գործանել մեր երկիրը, այո, փոթորգան ժողովուրդները մեզ ոտքի գողան կդարձնեին, օրհնյալը լատերը գսետամիտ մարգարեը, որ թույլ չտվավ, որ անոնք իրենց ագրաններով մեզ հզգդեն, թույլ չտվավ, ջնջուղի մեզ ազատեցան որսորդներու թագարտեն, թագարտը պշրվեցավ, մենք ազատեցան, մեր օգնությունը գուկա նույնի կնդիրոչ մե, որ արանիչն է երկինքին և երկրին, ահա, այլ 24-րդ Սաղմոսը, շատ լավ, ուրեմն ըսի, որ առաջին իմաստով այս հեղեղը, որ սատանային դերնետուս է լավ, սատանային զորքերն են, սատանային ծարայող ժողովուրդներն են, երկրորդ իմաստով, օծին պերնեն ելած չուրը սիրելին է, այլապանական օրեն, ալեգորիկ ծևով, գնշանակ է սատանային ադերությունը և սատանային հնարած սուդերու և խապերությանց հեղեղը, սիրելի կույրեր եղբայրներ, Եվան խապեցավ սատանայեն և մարդկությունը այսօր խապի սատանայեն, որտեղ Հիսուս ըսավ, որ սդության հայրը ով է, սատանան, Հովանու Ավետարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ, սդության հայրն է սատանան, սիրելի կույրեր եղբայրներ, աշխարհի մեջ սատանան ահավոր սդություն պիտի բերե, Պերած է, նոր չէ որ պերավ, և որ Քրիստոսի եկեղեցին հիմնադրվեցավ Երուսաղեմի մեջ, արդեն իսկ սիրելիներ սատանան իր սդությունները հնարեց, և որ հերետիկոսներ մեջտեղ ելան, և որ աղանդավորներ մեջտեղ ելան, աղանդավորները սատանայի ծառայող դժբախտ գառույցներ են, սատանայի գամքը կատարողներ են, անոնց ղեկավարները սատանայի միջնորդությամբ և սատանայի մղումով է, որ սիրելիներ հաստատած են այդ բոլորը, իսկ անոնց հետևողներն ալ խապված են, որովհետև սատանան իր բերնեն այնպիսի հզոր հեղեղ, այնպիսի սդախոսություն, այնպիսի մոլորեցուցիչ խորհուրդներ կբերես սիրելիներ, որ դժբախտաբար հաջող համադասյաններ կգործվին։ Եվ ինչը սա դեր Հիսուս Քրիստոս։ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու 24-րդ համարի մեջ, երբ որ Հիսուս խոսեցավ, թե աշխարհի վրա սուտ մարգարեներ պիտի կան, դեսեք ըսավ Հիսուս, որովհետև սուտ Քրիստոսն է և սուտ մարգարեներ պիտի ելեն և մեծ հրաշքներ ու նշաններ պիտի կատարեն, որպեսզի մոլորեցնեն, եթե կարենան, նույնիսկ Աստուծո ընտրյալները։ Սատանային փորձը սիրելին է, սատանան չի բավարարվիր, չսեր որ ես արդեն բավական ժողովուրդ ունիմ, ոչ, սատանայի նպատակն է մոլորեցնել նույնիսկ Աստուծո ընտրյալները։ Եվ մենք երբ որ հաջորդ գլուխը սկսենք սերտել, Հայտնություն Հովանու 10-րդ գլխու 14-րդ համարի մեջ տեսեք, երբ որ ները քազանը մեջտեղ ելե, գսե 14 համարի մեջ, անիկա իր գադարած հրաշներով երկրի բոլոր բնակիչները մոլորեցուց առաջին քազանին դիմաց, անոնց ասելով որ գանքներ արցանը քազանին, որ սուրով իրավորվեցավ, բայց փնչվեցավ։ Սիրելի քույրեր եւ հայրեր, մեծ հրաշներ պիտի կատարեն։ Այսօր դժբախտաբար մարդիկ հրաշներու ետևել են, այ հրաշքի խաղով է։ Սատանան գրնա սիրելներ ինքնան մեծ հրաշներներ մոլորեցնելով համար մարդիկը,
Մարդիկ այսօր նշաններ կփնտրեն։ Քրիստոսի հավատացումը նշաններու կարիք չունի։ Իսկ արդեն երբ որ Քրիստոսի հավատաս, դերը ինք ու կյանքին մեջ հրաշքներ կկատարե։ Առաջին հրաշքը քու կյանքին մեջ քու թարցը թե, Քրիստոսի դառնալը թե։ Եվ սիրելիներ Պողոս Արաքյալը երկրորդ Թեսաղոնիկեցիներու նամակի մեջ, երբ խոսեցավ անօրենության մասին, թե անօրենը ինչպես պիտի հայտնվի, պիտի կարդամ սիրելիներ ձեզ, այս բոլորը կկարդամ, որպեսզի տեսնենք, որ Սուրբ Գիրքի մեջ ամեն ինչ գրված է, միայն կմնա, որ դուք Սուրբ Գիրքը բանաք եւ դարձաք։ Սիրելի քույրեր եղբայրներ, մի բավարարվեք միայն։ Երեք շաբթի Սուրբնոց սերտողության կան եւ մտիկ ընեն։ Ամեն օր Սուրբ Գիրք կարդացեք։ Սուրբ Գիրքը մարդու հոգի աչքերը կբանա։ Մի հավատակ այն Սուրբ խոսքերով, որ եթե շատ Սուրբ Գիրք կարդաս կխենթանաս։ Սուրբ Գիրք չկարդաս թե կխենթանաս։ Սուրբ Գիրք կարդաս թե երկնային իմաստություն կստանաս։ Հոգի աչքերդ կբացվի, ճշմարտությունը կտեսնես։ Գսիմվիս հավատքով, որպեսզի կարողանաս թեմ դնել խաբերության, սատանայի խաբկանքներուն, հնարքներուն։ Տեսեք, կգարտամ ձեզի Պողոս Արաքյալի խոսքը, որ գսե երկրորդ Թեսաղոնիկեցիներու նամակ, երկրորդ գլուխ, պիտի գարտամ 8-12 համարները։ Արաքյալը գսե, պիտի հայտնվի անօրենը, ով է անօրենը? Սատանայի զորությամբ եկող ագա Քրիստոսն է, ները, զորդեր Իսուս պիտի սպանե իր բերնին շունչով և պիտի ոչնչացնե իր հայտնությամբ իր կալստյան ադել, բայց մինչև Իսուսի եկորդ կալուստը տեսեք ինչ պիտի պատահի։ Մինչ այդ անօրենը, որ սատանային ներգործությամբ պիտի կա, սատանային ներգործությամբ, սատանային զորությամբ պիտի կա, ամենայն զորությամբ գերց հրաշքներ և ըսկանչելիքներ պիտի կատարել և ամեն տեսակի չար խաբեբայությամբ պիտի հրաբուրե անոնք, որ գորուստի ջամփու մեջ են, քանի որ անոնք չսիրեցին և չընդունեցին ճշմարտությունը, որ սիրենք պիտի բրգեր, աստվածան մոլորության ասեցության պիտի ենթարկեսանով, որպեսզի սդության հավատան, այսպիսով պիտի դատապարտվին բոլոր անոնք, որոնք չհավատացին ճշմարտության, այլ անիրավություն գործելու մեջ փնտրեցին իրենց հաճույքը։ Կտեսնեք սիրելիներ, որ սատանան իր զորությունը պիտի տա անօրենին և աշխարհի մեջ մոլորություն պիտի ելնա։ Եղբայրներ և քույրեր, տեսեք թե ինչպիսի զգուշապնությամբ պետք է ապրենք մեր քրիստոնեական կյանքը, որպեսզի սատանային լարած ձուղակներու մեջ չինանք, սատանային լարած հագարտներու մեջ չինանք, անիկա խապեպայ է, զանազան սևերով կխապե սիրելեր և գիտեմ մարդոց տգարությունը, մեկը դա որ օրինակ եթե շատ տրամ կսիրե, շատ փող կսիրե, շատ փողով իրեն կխապե, մեկը դա որ օրինակ կսիրե հարկ, հարկով իրեն կխապե, մեկը դա որ դրակ կսիրե, դրակով իրեն կխապե, թմրեցուցիչով կխապե իրեն, մեկը դա արպեցողություն կսիրե, արպենալ կսիրե, խմիչքով իրեն կխապե, մեկը շնություն կսիրե, շնությամբ կխապե, սատանան սիրելներ ամեն հնար կնե, որպեսզի մարդիկը իր ցերկին մեջ բերե։ Եզրակացնելով բոլոր այս ըսածներս, ըսեմ որ սիրելներ, եկեղեցվո կազմավորման առաջին վարքյանին սատանան աղանդավորներ, հերետիկոսներ մեջ տեխանեց խապելու համար հավատացյալներ։ Եվ այսօր տեսեք օրե-օր աղանդավորությունը կշատնա աշխարհի մեջ և ծավի սիրտ նաև մեր հայրենիքի մեջ։ Խոսքի ազատության դակ սատանան սիրելիներ այս բոլորը գոպտագործե, որպեսզի հավատացյալները մոլորեցնեն։ Հիշեցեք, որ սատանան մարդկության թշնամին է,
Անիկա գադե մարդիկը։ Սատանան գիտե որ գար ժամանակ մնացած է իրեն եւ ինք պիտի գործանի, հետեւաբար ինչա որ գրնա մարդ իրեն հետ կդանի։ Այսօր սատանան սիրելներ ընտանիքներու մեջ կմտնե եւ մտած է ինչով հեռախոսներով, հեռուստացույցերով, ինտերնետով, այո սիրելներ լավ բաներ շատ կան եւ հեռուստացույցի մեջ, եւ ինտերնետի մեջ, եւ բջջային գործիքներու մեջ, բայց մեծ մասը մարդոց, չեմ ասել երիտասարդներու, այլ մարդոց վատ բաներու համար օգտագործել եւ սատանան սիրելիներ անոնց նախ ամեն բանի առաջ ժամանակը կխլե, ժամանակը ամեն ինչի ժամանակ ունի մարդ, բայց Աստուծո խոսքը սերդելու, գարտալու ժամանակ չունի, եկեղեցի երթալու ժամանակ չունի, սուրբ պատարագի մասնակցելու ժամանակ չունի մարդը, ինչու, որովհետև սատանան իրեն ժամանակը առած է, բայց մարդիկ իրակի առավոտ սիրելներ գարտնան իրենց անդողինի մեջ ժամերով իրենց հեռախոսի վրա գնան, ադոր ժամանակը կա։ Դեսեք ինչպես սատանան ինչ ձևերով մարդիկը սիրելներ գփորձե հրաբուրել, ինչ կնշանակի հրաբուրել, կրավել, խաբել մեկ խոսքով, իրեն քաշել։ Եվ դեսանք սիրելներ, որ սատանան իր ուժն է, որ կպատրաստե երկրի վրա, որպեսզի կարողանա հարձակել Աստուծո Քրիստոսի եկեղեցին վրա։ Բայց Հիսուս սկիզբեն սուրբ խոստումը տվավ եկեղեցին։ Ինչը սա Մատթեոսի ավետարանի 16-րդ գլխի 18-րդ համարի մեջ։ Սա որ նույնիսկ մահն անգամ, դժոխք անգամ իր ամբողջ զորությամբ պիտի չկարողանա Քրիստոսի եկեղեցին սասանեցնել։ Մահն անգամ, դժոխք անգամ Քրիստոսի եկեղեցին պիտի չկարողանա սասանեցնել։ Այո, ցավի սիրտիներ պիտի լան քրիստոնյա ավադացիաններ, որոնք պիտի գործանին, բայց Քրիստոսի եկեղեցին պիտի մնա։ Ոչ թե եկեղեցի խոսքս գարույցի մասին չէ, այլ ավադացիաններու զորությունը։ Եվ սիրելիներ ամբողջ բաղության ընթացքին սատանան որքան հարձակում գործած է մարդոց վրա, ասեմ որ ժամանակներու վաղճանին սատանայի զորությունը հարյուրապատիկ ավելի պիտի լինի։ Հիշեցեք Հիսուսի խոսքը։ Այնպիսի մեծ նեղության օրեր պիտի լինեն, որ աշխարհի սկիզբեն ի վեր չէ պատահած եւ ոչ չէ պատահած։ Աշխարհի վաղճանին այնպիսի ահավոր օրեր պիտի լինեն։ Անորոմար սիրելի ծնողներ, հիմա գուց ամեն ինչ երեք որ ձեր զավակները դժոխքի գրագեն ազատեք։ Խոսեցեք անոնց։ Միսեք որ բայց մտիկ չեններ։ Ցավի սիրտ սիրելներ մտիկ չեններ, որտեղ ուշ մնացել եք, բայց չեմ ուզել ասել որ ուշ է։ Դիրոջ համար ուշ մամը չկա։ Մամայիմը, հորմը, բաբայիմը աղոտքը, արցունքը, խնդրանքը Աստծո փոխ չի որսնելու երբեք։ Ինչպես որ Սրբույն Մոնիկան իր զավգին համար արցունք տապեց եւ իր զավակը դուրս եկավ բորոնգական կյանքեն եւ սուրբ դարձավ, Սուրբ Օգոստինոսը, այդպես արսիրելներ, մի ուսադիկ, բայց ձեր գործը կատարեցեք, ձեր մայրական, ձեր հայրական խրատները, աղոտները ըրեք եւ միշտ հիշեցեք, առաջին օրինակը դուք պիտի ելաք ձեր կյանքով, չեք կրնար բանջել ձեր զավակները, որ եկեղեցի երթան գիրակի առավոտ, եւ որ դուք եկեղեցի չեք երթան։ Չեք կրնար բանջել ձեր զավակներեն, ձեր տորներեն, որ հոգևոր կյանքը ընտրեն, Աստուծո խոսքը կարդան, եւ որ ձեր կյանքի մեջ չեն տեսնել այդ բոլորը։ Օրմը Խեցկեդին բաբան, Խեցկեդինը գիտեք ինչ չէ։ Խեցկեդինը իր բաբան, բաբա Խեցկեդինը իր զավգին լսե, դղաս ուղիղ կալե, Խեցկեդին ինչպես կկալե, միշտ գոմնագի կալե, բայց բաբա Խեցկեդինը իր զավգին լսե, որ ուղիղ կալե,
Զավակն այրը գսե, բաբա, կեզ մե ինչ որ դեսա անիկա սորված եմ։ Ինչ որ դեսած եմ կեզ մե ատի սորված եմ։ Դուք մտածեք սիրելիներ, որպես ծնող ինչ պիտի ելակ, ինչպիսի պետք է ելակ, որպեսի ծեր զավակները ծեզի նայելով, հավատքի ճամփու մեջ են կանել, նույնիսկ եթե չէի գնոխապես։ Այսօր դուք ծեր առաջինը սիրելիներ ծեր ընտանիքի անդամները տեսնան, որ դուք փոխված եք։ Առաջինը դուք ծեր ընտանիքի անդամները։ Հաճախ մենք ուզենք, որ մեր ազգի զավակները փոխվին։ Օրը Մադրե Տերեզային, Մայր Տերեզային հարցազրույց ծնողը զանազան հարցումներ գարցնե, վերջին հարցումը գարցնե, գսե որ Մայր Տերեզա ինչ բան պետք է փոխվի եկեղեցու մեջ, գտարնա եւ գսե ես եւ դու։ Եթե ես եւ դու փոխվենք, մեր հայրենիքն ալ կփոխվի, մեր ընտանիքներն ալ կփոխվին, կյանքն ալ կփոխվի։ Բայց չենք ուզել մենք փոխվել։ Գիշեք ասկի դարիներ առաջ Հայաստանի մեջ Սասնա ծրեր գարձեմ գազագերություններ, ով էր, չեմ գիտեր, ինչ չեմ իշեր, որ հիմա ընդանուր բաղությունը հետևյալն է միան, որ երբ որ քանի մոքիներ մնացած էին, հաց բերող չկա, չէ, հաց տանող չկա, և ամեն մարդ կսեր, որ հաց չունին ներսը, օրնալ մեկը մտածեց, որ ես տանեմ հացը, հաց տանող չկա, ես ըլամ հաց տանողը, և այդպես ալ կոչվեցավ այդ դղա, չէ, հաց տանողը, սիրելիներ, մենք ըլանք կործողը, մենք ըլանք պամը փոխողը, ոչ թե սպասենք, որ պամ փոխվի, նախ մենք փոխվինք, որպեսզի կարողանանք իսկապես մեր կյանքի մեջ պամը փոխել։ Եվ հիշեցեք, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խոսքը, որ ասավ իր աշակերտներուն Մատթեոսի ավետարանի 26-րդ գլխի 41-րդ համարի մեջ։ Արթուն մնացեք եւ աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չինանք։ Հիսուսը ասավ ես ձեզի հետ եմ։ Սատանան պիտի փորձեմ ես, բայց Հիսուսը ասավ ես ձեզի հետ եմ։ Եթե մենք Հիսուսի ներկայությունը զգանք մեր ներսիքին, սիրելիներ, չենք վախենա։ Այս բոլորը ցեզի գսեմ ոչ թե որպեսի վախնալ, այլ որպեսի քաչաներվենք, որ Քրիստոս մեզի հետ է։ Եսայի մարգարեի 41-րդ գլխի 10-13 համարներու մեջ տեսեք Աստվածը ինչ գսե։ Եվ Աստված այս խոսքը գսե սիրելիներ ոչ թե անցյալի ժողովրդին, Աստված այսօր գսե նաև մեզի, մեզ յուրաքանչյուրին, գսե Աստված. մի վախնար, քանզի ես հիմա քեզի հետ եմ, մի զարմուրիր, վասնզի ես քու Աստվածդ եմ, քեզի պիտի զորացնեմ ու քեզի օգնություն պիտի անեմ ու իմ արտարությունս աճողը քեզ պիտի բռնեմ։ Ահա քեզի դեմ այն փարգացողները պիտի ամճնան ու պիտի պատկարին ու քեզի այդ վիճող մարդիկը չեղածի պես պիտի լան ու պիտի կորսնին։ Քեզի այդ գրվող մարդիկը այս չար ուժերը պիտի փնտրես ու պիտի չգտնես։ Քեզի այդ պատրաստող մարդիկը չեղածի պես պիտի լան, քանզի ես քու Տեր Աստվածդ եմ, որ քու աջ ցերկետ կբռնեմ ու քեզի գսեմ մի վախնար, ես քեզի պիտի օգնեմ։ Եթե սիրելիներ իսկապես մեր ազգի ղեկավարները եւ հոգեվոր եւ աշխարհի Աստուծո դառնան, չեն վախնար տշնամի են։ Այսօր կվախնան սիրելիներ, որտեղ Աստուծո մեղրու են, որտեղ նեցուկ չունին։ Եվ մուրացկանի մեզ աշխարհի մեջ նեցուկ է որ կփնտրեն մեր ղեկավարները, որու նեցուկ կփնտրեն, ամերիկացիներուն, ռուսերուն, բարսիկին, թուրքին, որու, Եվրոպային։ Եթե սիրելիներ մենք իսկապես Աստուծո դառնանք, թող մարդիկ հիմա խնդան վրաս, ասեմ որ ինչ խոսիս հայր մարդ է, ես կհավատամ ճշմարտապես, որ եթե մենք Աստուծո դառնանք, Աստուծո հզոր փազուկը մեզ պիտի դուրս բերե։ Եվ տեսեք այս անգամ Եսայի մարգարեի 40-րդ գլխի 2-րդ համարի մեջ գսե Աստված. Երբ ճուրերեն անցնիս, ճուրերեն որ սատանան պիտի տապե, թշնամիները, երբ ճուրերեն անցնիս, ես քեզի հետ պիտի ըլնամ, երբ կետերեն անցնիս, պիտի չընկղմիս, երբ գրակի մեջ չեն գալես, պիտի չայրիս, փոցը
քեզ պիտի չփրկեցնե։ Ահա դեսեք սիրներ Աստված այս խոստումները չի տված բարձրապես կրվելու համար։ Աստված իր խոստումներուն այոն է։ Հիսուս Քրիստոս Աստծո խոստումներուն այոն եւ ամենն է։ Գմնա որ մենք արթնանք, իրեն դառնանք։ Երկրորդ մնացորդացի մեջ դերը գսե, եթե իմ ժողովուրդս, իմ դիմացս կա ձունգի, խոստովանի իր մեղքերը, մեղայիկա, ապա ես պիտի լսեմ անոնց աղոթները եւ անոնց երգիրը պիտի փուժեմ եւ զանոնք պիտի համախմբեմ։ Ախ, երանի թե իմաստուն ղեկավարներ կային մեր աշխարհի մեջ, հոգեվոր կաթողիկոսներ, պատրիարքներ, առաջնորդներ, հոգևոր ղեկավարներ եւ ազգային ղեկավարներ, որոնք ոչ թե իրար բզգդեին, այլ Աստուծո մոտենային եւ կարողանային Աստուծո օրհնությունը ապահովել։ Տեսեք սիրելիներ, տեսեք քաղաքացիներու նամակի մեջ Պողոս Արաքյալ ինչ կխրատե եւ ինչ կսե։ Քաղաքացիս 5-րդ գլուխ գգարտամ ցեզի 15-րդ համարը։ Եթե այդպես զիրար վիրավորեք ու բզգդեք, զգուշ դուք ցեզ պիտի գործանեք։ Այս դողը պետք է ամեն մեր ազգային ժողովի պատերում վրա կրված լա, մեր հայրենիքի մեջ կրված լա, մեր գուներու մեջ կրված լա։ Եթե շարունակեք իրար այսպես վիրավորել ու բզգդել, պիտի գործանիք։ Գործանումը դուրսեն պիտի չկա, գործանումը ներսեն կա։ Հիսուսը սավ այն դունը, այն ազգը, որ մեջ են բաժան են, չի գրնար կարգունալ, այլ պի գործանը։ Եվ գիտեք ով կբաժնե, սատանան, բաժնե որդիրես։ Անցնիմ սիրելներ 16-րդ համարի բացատրության։ Բայց երկինքը օգնեց գրոջ։ Երգիրը բացավ իր բերանը եւ գլեց այն ջուրը, որ վիշապը տապած էր իր բերանին։ Ինչ կնշանակի երկինքը օգնեց գրոջ։ Ով է երկինքը։ Երկինքը օգնեց։ Այո։ Սիրելներ, ասիկա եբրայապանություն է։ Եբրայապանություն։ Գիտեք ինչ կնշանակի եբրայապանություն։ Ինչպես կսենք հայկականություն է, հայկական է, ասալ եբրայապանություն է։ Հրյաները անցյալին Աստուծո անունը գվախնային իրենց բերանը առնելու։ Եվ որպեսզի Աստուծո անունը իրենց բերանը չառնեին, Աստուծո անունին հոմանիշ ուրիշ բաներ գործածեին։ Օրինակ չէին ասել Յահվե, Եհովա, Աստված, այլ գսեին Ադոնայ, Դեր, կամ գսեին երկինք։ Ուրեմն երբ որ գսե երկինքը օգնության ասավ, ըսելուց եւ մնե որ ով օգնության ասավ։ Աստված, այո, Աստված օգնության ասավ։ Եվ Աստված սիրելիներ, տեսեք ամեն միջոց գործած է ազատելու համար իր ժողովուրդը սատանային կամ անոր ծառայողներու ցերկեն։ Մենք քիչ առաջ գարտացինք այս սերողության սկիզբը 18-րդ Սամոսը եւ տեսանք հատկապես 7-րդ համարել սկսյալ սիրելներ մինչև 15-րդ համար, թե ինչպես Աստված երկինքն ու երկիրը դակն վրա առավ, գայծակներ, որոդուներ, երկրաշարժներ, որպես իր ծառան փրկեր։ Եվ իսկապես փրկեց իր ծառան Դավիթը։ Եվ Դավիթ մարգարեն ինչ գսե շարունակության մեջ, գսե ես պիտի գարտամ ցել Սամոս 18-րդ գլխու 16-ին 19-րդ համարը։ Գսե Դավիթ որ բարձրեն ցերկը երկարեց Աստված, զիս բռնեց եւ բազմաթիվ փորձանքները դուրս անեց, զիս ազատեց հզոր տշնամիներս եւ զիս ադողները, որոնք ինձպես զորավոր էին, որոնք ջամփաս կդրեցին եւ նեղը մնացել էին, բայց դերը հենարան եղավ ինձի, զիս վտանգեն դուրս բերավ եւ ազատեց, որովհետեւ հավնեցավ զիս։ Սիրելի քույրեր եղբայրներ, անցյալին եբրայցի ժողովուրդը, երբ որ Աստված եբրայցի ժողովուրդը դուրս անեց Եգիպտոսի քերուտերեն, հերավ ուր, հերավ սիրելիներ, Գարմիր ծովուն դիմաց,
Եվ այդ ժամանակ եբրայցիները ետև դարձան տեսան, որ հրյաները, երողություն, եգիպտացիները իրենց ետևեն ու կային զիրեն գոտորելու հարավոնը և իր զորքերը։ Եբրայցի ժողովուրդը վախծած Մովսեսի աղաղագեց, սավ ինչ էր, ինչու մեզի դուրս անեցիր, ավելի լավ էր, որ ըստրուկ մնայինք Եգիպտոսի մեջ, կամ թե ազատության մեջ մեր մարմինները որսվեին։ Ազատության քինը սիրելիներ, թանկ է, մարդիկ դժբախտաբար միշտ գնախնդրեն ինչի մեջ մնալ, ըստրգության տակ։ Այսօր Հայաստանի մեջ դակավին շատ մարդիկ անգսեն Սովետի վախտը ինչ լավ էր, Երանի Սովետը չբրներ, Սովետին տակ մնային, բայց Սովետին տակ անաստված վիճակի մեջ էին։ Հավատքը գործանած է, ավելի լավ էր, որ Սովետի այդ շագերդի մեջ արադացերությունը ապրեիք և հոգինի դժողքի մեջ երկա։ Ազատությունը ուրիշ բան է սիրելիներ։ Եվ ահա այդ ժամանակ ինչ պատահեցավ, Աստված հանալ տվավ Գարմիր ծովը և Գարմիր ծովի մեջ են անցան հրյաները։ Սիրելիներ, եթե կարդաք Գործկարակելոց գիրքը, մանավանդ 8-րդ գլխու առաջին համարը և 21-րդ գլխու 20-րդ համարը պիտի տեսնենք, թե ինչպես քրիստոնյաներուն հանդեպ ահավոր հալածան կա հրյաներուն կողմէ, Աստված ազատեց քրիստոնյաները։ Աստված այսօր ալ սիրելիներ գազադե մեզի, իսկ վերջին ժամանակներուն սիրելիներ Աստված անպայմանորեն պիտի ազատե, որովհետև Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույն և հավիտյան ինք նույնն է։ Ինչ եղավ արդյունքը, երբ որ եբրայցի ժողովուրդը ազատագրեց Աստված, զանոնք Գարմիր ծովեն անցուց, և որ ջուրերը բացվեցան, գարզես ցամաք էր, բայց ինչ պատահեցավ, երբ որ փարավոնին գարկերը ներս մտան, իրենք սկսան հալածել եբրայցի ժողովուրդը, Աստված ջուրերը ինչ ըրավ, ետ փակեց, և ջուրերը գլեցին թշնամիները։ Տեսեք սիրելիներ, երբ որ այստեղ տեսեք, երբ որ Սատանան իր բերդեն հեղեղի մեջ ջուր տապեց կնոջ ետևեն, որպեսզի զինք խորտակեր, երկիրը ինչ ըրավ, բացվեցավ, և ջուրը իր մեջ ինչ ըրավ, գլեց, և ադիկա սիրելիներ որու հրամանով եղավ, Աստուծո հրամանով եղավ։ Սիրելի քույրեր եղբայրներ, շատ հետաքրքրական է, որ Սուրբ Գիրքի մեջ այնպիսի վիճակներ կան, որ մարդու միտքը երբեք չի հասներ։ Օրինակ, եթե կարդաք 5 դագարանի մեջ թվոց գիրքը 16-րդ գլուխը, այնտեղ 3 հոգիներ, Գորխը, Թաթանը և Ապիրոնը, Գորխը, Թաթանը և Ապիրոնը ըմպոստացան Մովսեսի և Ահարոնի հեղինակության դեմ։ Եվ Մովսես Աստուծո դիմեց, և Մովսես ժողովուրդին ասավ, հեռացեք ասոնց մեն։ Այս Գորխեն, Թաթանեն և Ապիրոնեն հեռացեք։ Անոնք իրենց ընտանիքներուն հետո մնան, եթե Աստված զարմանալի կերպով զանոնք չսպաննե, ուրեմն մենք սուդենք։ Եվ ասաց Մովսես, եթե Աստված երկիրը չփանա և զանոնք չգրնե մեջը, ուրեմն մենք սուդենք։ Եվ իսկապես այս Գորխը, Թաթանը և Ապիրոնը իրենց ընտանիքներով, իրենց զարաներով, իրենց ստացվածքով, ինչքերով երբ որ մեկում էին, և ժողովուրդը իրենց հետ բաժնվեցավ, երկիրը բացվեցավ ու գլեց զանոնք։ Սիրելի քույրեր եղբայրներ, Սատանան, ասիկա լավ իմացեք, Սատանան որքան հզոր հարցակում փորձ է գործել մեր վրա, Սատանան պիտի բարձրի, որտեղ երկինքեն պիտի կա մեզի մեր օգնությունը։ Հովհաննես Սարաքյան առաջին Հովանու նամակի մեջ գսես սիրելիներ, որ մեր մեջի Աստուծո հոգին ավելի հզոր է, քան մեր հագարագործի հոգին, որ չարելու մեջ կգտնվի։ Առաջին Հովանու նամակի 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ կսվի։ Գամ հիշեցեք Պողոս Արաքյալի խոսքը,
Հռոմայացիներու նամակի 8-րդ գլխում 31-րդ համարի մեջ։ Եթե Աստված մեզի հետ է, ով կգնա մեզի հակառակի։ Սիրելիներ, մենք պետք է Աստուծո հետ լինենք եւ պիտի տեսնենք, որ Աստված իսկապես մեզի հետ է։ Հետաքրքրական է, Անաբադի հայրերու կյանքը կա, որ կգոչվի վարք առանց, հայրերու վարկը։ Այն երկգարտային սիրելիներ, Սուրբ ուրեմն Անաբադի մեջ ապրող Սուրբ Թեոտոդիոսի կյանքը, հանգարց Թեոտոդիոսը որ Անաբադի մեջ կտեսնի Սարագինոսը սիրելիներ, արաբ իսլամներն էին, սուրը հարցացուցած իր վրա գուքար, զինքը սպաննելու։ Սուրբ Թեոտոդիոսը ինքզին չի նոր սնցներ, դակն ու վրա չնա, այ վերջին աղոտ կգնե, գսեր, դեր Աստված, եթե կու գամ կտե, որ ես այս Սարագինոսին սուրով մերնիմ, օրդնյանը լա կու գամ կտե, հազիվ այս աղոտքը գվերջացնե, կեդինը գպացվի և ծիավորը մեջ գինա և կեդինը գպատվի։ Դեսեք սիրելիներ, ասիկա վարք առանցի մեջ է, սուրբերու կյանքի մեջ է, եթե Աստուծո գամքը չէ, որ մենք պիտի նահատակվին, չենք նահատակվին։ Եթե Աստծո գամքն է սիրելիներ, որ չարը պիտի բաչե, կարևորը մենք իրեն հավատարիմը լանք, Հավատարմությունն է Աստուծո հանդեպ, որ մեզ պիտի ցկե սիրելիներ, որ մենք ամուրը լանք։ Եվ հաջորդ համարի մեջ այս մասին պիտի խոսվի։ 17-րդ համար։ Վիշապը զայրացավ կնոջ դեմ և գնաց պատերազմելու անոր մյուս զավակներու դեմ, որոնք Աստուծո պատվիրանին կհնազանդեին և Հիսուսի համար իրենց վկայությունը կտային։ Սիրելիներ, գիշեր չէ, որ վիշապը արդեն զայրույթով լեցված էր, որտեղ իր օրերը կարծած էին։ Հիմա այստեղ վիշապը ավելի կզայրանա, ինչու, որտեղ չի գնար հաղթել կնոջ։ Այդքան հեղեղով չուր թափած էր ետևին, որպեսզի խեղդեր իր մեջ, չի դրցավ կնոջ խեղդել։ Ով է այս գինը, բացատրած են, բայց եկեք նորեն բացատրել։ Այս կնոջ պատկերի մեջ մենք կտեսնենք և Աստվածամոր ներկայությունը, և Աստուծո հին ժողովուրդը կամ նոր եկեղեցի, ճիշտ է, բացատրեմ արագ շատ արագ։ Սատանան փորձեց սիրելիներ Աստվածամայրը և Աստվածամորմեն ծնած, Սուրբ Մարիամեն ծնած Հիսուսը սպանել, փորձեց, բազում անգամներ, առաջին սիրելիներ, առաջին բանը, որ Սատանան փորձեց Աստվածամայրը վերացնել, նախ որ գույս եղած ժամանակ և որ Աստվածամայրը հղացավ, օրենքը ինչ էր, պետք էր որ ամոր նշանված էր, բայց կհղանար, ուրեմն շնություն հրացեր պետք է ինչ լա, կարգոցներ, բայց տեսեք Սատանան չաչունեցավ, երկնային միջամտությունը Հայր Յոսեփին ասավ մի վախնար քեզի առնելու գին Մարիամ, որտեղ անգետ ծնածը մարդոց չէ, այլ Աստուծո օգնի է։ Հետո սիրելիներ փորձեց, եւ որ Հիսուսը ծնավ, մոկեր եկան Հերովդես թագավորի մոտ, դսին որ ուր ծնած է հրյաներու թագավորը, եւ ասավ կացեք կդեք, ինձ լուրը բեք ես ալ երթամ երկրբակեմ, մաստավորը սա Հերովդես, որտեղ ուզել երթանը սպանել Հիսուսը, բայց Ռեշտակ եկավ Հայր Յոսեփին ասավ առ Մարիամը եւ ամոր որդին եւ զանոթ Եգիպտոս պարտություն։ Ուրեմն սիրելիներ չգրծավ տեսեք սպանել ոչ գինը եւ ոչ անգեն ծնած զավակը։ Հիշեցեք սիրելիներ, ինչ ասաց էր Աստված օծին, առաջին օծին։ Զրդոց գրքի 3-րդ գլխի 15-րդ համարի մեջ։ Քու եւ գնոջ սերունդի միջեւ ինչ կդնեմ։ Թշնամություն, հագարակություն։ Թուն անոր քարշաբանը պիտի խայտես բանանիկա, բայց անիկա կուկրուխն ինչ պիտն է, պիտի չախչախ է, պիտի ճզմե, և ով են այդ գինը, մայրիկա սվածածինը, ով են այդ սերունդը, Հիսուս Քրիստոս, շատ բան, ուրեմն սատանան չաճողեցավ, ոչ Աստվածամայրը սպանել, ոչ ան Հիսուսը,
Հիսուս ճիշտ է խաչի վրա բարձրացավ, բայց անիկա սիրելներ իրականության մեջ սատանային ինչն է։ Բարդությունը Հիսուս իր խաչելությամբ եւ հարությամբ բարդության մատնեց սատանան։ Երկրորդ իմաստով Արնեմ Աստուծո ժողովուրդը կամ Աստուծո եկեղեցին։ Տեսեք սիրելներ, սատանա առաջին եկեղեցու թեմ հարցակեցավ, երբ որ տեսավ, որ առաջին եկեղեցին հաստատվեցավ երկրի վրա։ Ասի արդեն, որ հրյաները ամեն ինչ ունի, որ Քրիստոսի եկեղեցին վերանա։ Այնքան որ սիրելներ, հրյաները որ գադին հռոմեացիներուն հետ եղան։ Օրինակ Բողիկարբոսը, երբ որ սպանդվեցավ Սուրբ Բողիկարբոսը, Հովանես Ապիդարանիչին աշակերտն է, շաբաթ օրով սիրելներ իրեն խարույկի վրա տրին եւ ողջ այրեցին։ Հրյաները շաբաթ օրով դախտակ կհավաքեին, ոչ, շաբաթ օրով հրյաները դախտակ հավաքեցին, որպեսզի Բողիկարբոսը այրվեր։ Ակամադերությամբ մեծված էին Քրիստոսի եկեղեցին անդեմ եւ միացած էին հռոմեացիներուն, բայց ինչ էր Աստված։ Աստված սիրելներ ամբողջ հռոմեական գայսրությունը ինչի վերածեց քրիստոնեության։ Բարդվեցավ սատանան։ Ահա սիրելիներ, սատանան երբ որ տեսավ, որ բարդվեցավ առաջին եկեղեցին կողմէ, հիմա գնոջ մյուս զավակներուն թեմ ելա։ Ով են մյուս զավակները։ Մենք ենք։ Հաղթական եկեղեցին երկնքի մեջը հաղթած է անիկա։ Մենք զինվորակրյալ եկեղեցիս գնոջ մյուս զավակներն ենք, թե աստվածամոր զավակներն ենք, թե եկեղեցու զավակներն ենք։ Եկեղեցին Քրիստոսի ինչն է։ Հարսը։ Եվ ամեն մեկ հարս արքանդ ունենա զավակներելու։ Եկեղեցու արքանդը գիտեք ինչն է։ Սուրբ մգրտարանը։ Մգրտարանեն բոլոր ծնածներս եկեղեցու զավակներն են։ Եվ ահա սիրելիներ, ասկա եկեղեցու հայրերը կբացատրեն, եւ ահա սիրելիներ սատանան մեր ետևը ինգացել, սիրելի քույրեր եղբայրներ, դարօրինակ մի համարեք ձեր կյանքի մեջ, եւ որ հալածվիք, եւ որ նախատվիք, եւ որ մարդիկ ձեր մասին չարախոսեն, եւ որ փամփասեն, զրբարտեն, չարություն ասցնեն, ցածնեն, դարօրինակ մի համարեք, ինչու։ Կնշանակե որ դուք Աստուծո զավակներ եք, կնշանակե որ դուք ճշմարիտ եկեղեցին եք, անորամար է որ աշխարհը գադեցեց, անորամար է որ ձեր ետին է, եւ սիրելի քույրեր եղբայրներ, ուզեք կամ չուզեք, սատանան պիտի հալածե ձեզ, մեզ, պիտի հալածե, բայց դեսեք ինչ գսե, Վիշապը զայրացավ գնոջնեմ եւ գնաց պատերազմելու անոր մյուս զավակներուն դեմ, որոնք շատ կարեւոր է, որոնք Աստուծո պատվիրանին կհնազանդեին եւ Հիսուսի համար իրենց վկայությունը կուտային։ Սիրելի քույրեր, եղբայրներ, տեսեք, սատանան խիստ գխենտանա գգադրի, երբ որ մենք որու հնազանդենք, այո, Հիսուսին Աստուծո պատվիրաններում հնազանդենք եւ Քրիստոսի մասին վկայենք։ Վկայելն հացադրած է երկու իմաստ ունի։ Վկայել կնշանակե խոսքով թավանիլ եւ վկայել նաեւ կնշանակե կյանք տալ, մարտիրոսանալ, նահատակվել։ Սիրելի քույրեր եղբայրներ, չի բավեր միայն Քրիստոսի խոսքերը լսել, չի բավեր միայն Հիսուսի խոսքերը իմանալ, այլ մանավանդ կործատրել։ Եվ տեսեք Հիսուս ինչ կսե, երբ գարտանք սիրելներ Հովանու Ավետարանը, Հիսուս հետևյալը կսե, պիտի գարտամ ձեզի 14-րդ գլխու նախ 21-րդ համարը։ Ով որ գնդունի իմ պատվիրաններս եւ կկործատրես անոնք, չի բավեր միայն ընդունի եւ կործատրես անոնք, գսե Հիսուս, ան է որ զիս կսիրե։ Եվ հայրս պիտի սիրես սիրողը, ես ալ պիտի սիրեմ զայն եւ ինքսիկս պիտի հայտնեմ անում։ Հիմա Հիսուս սիրելներ փոխադարձաբար կխոսի։ Տեսեք, ըսա որ ով որ պատվիրանները, ով որ կընդունի իմ պատվիրաններս եւ կկործատրես զիս կսիրե։ Հիմա
Մյուս կողմեն նույնը գսե Հիսուս։ Այս անգամ նույն Հովանու ավետարանի 14-րդ գլխու 20-րդ ամառի մեջ։ Ով որ գսիրես զիս, իմ պատվիրաններս իմ խոսքերս կգործադրեն։ Քիչ առաջ վերսա որ ով որ իմ խոսքերս կգործադրեն, զիս կսիրե։ Հիմա գսե ով որ գսիրես զիս, հարցում, այս հարցում ուղղված է ինձի եւ ցեզի։ Գսիրես Հիսուսը։ Ինչ է սա Հիսուս Պետրոս Արաքյալին։ 3 անգամ Պետրոս Սիմոն Հովնանի որդի գսիրես զիս։ Հիմա ամենուս կսե Բարթև Գևորգի որդի գսիրես զիս։ Եթե ասեմ որ այո դերը գսե եթե գսիրես զիս իմ խոսքերս կործադրե։ Իմ խոսքերս կործադրե։ Եվ շարունակությունն այցեք ես ալ ուրեմն եւ հայրս պիտի սիրես զիս սիրողը ես ալ պիտի սիրեմ զայն եւ իմ զիկս պիտի հայտնեմ իր ներողություն շարունակությունը հայրս ալ պիտի սիրես զայն եւ ես ու հայրս անոր պիտի գանք եւ անոր հետ պիտի բնակենք։ Եթե կործադրենք Հիսուսի խոսքերը հայրը որդին եւ արդեն Սուրբ Հոգին մեր մեջն է հայրը եւ որդին պիտի կան ինչ պիտի լինեն մեր մեջ հնագին եւ երբ որ մեր մեջ բնագին սատանան պիտի կարողանա մեր մեջ բնագին ոչ ուր որ Սուրբ երրորդությունն է սատանան չկա ադորամար սիրելի քույրեր եղբայրներ տեսեք ինչու համար զայրացած է սատանան տեսեք ինչու համար սատանան գզայրանա երբ որ մենք Քրիստոսի խոսքերը գործադրենք Աստծո խոսքերը գործադրենք եւ Քրիստոսի մասին վկայենք Եվ որ մարդիկ Քրիստոսի դեմ խոսին, մի բաբանցի, խոսեցեք, ինչ է մի վախնակ։ Ձեր գյանքեն ավելի թանկ է Քրիստոսի սերը։ Սամոսի մեջ կսե Աստված, քու սերդ գյանքենս ավելի թանկ է։ Ավելի թանկ է։ Ես 5 շաբթի օրերը աղանդավորների մասին խոսիմ հիմա սկսած եմ Իսլամների մասին խոսելու ինձի մարդիկ նամակներ գրեցին հայ բարդեր ըզգուշ եղիր քեզի վտանգ չի հասնի ինչ են վախնա ուրեմն լուր գնան որպեսի մոլորեցնեն մեր ասկի զավակները այսօր դժբախտաբար մեր հայրենիքի մեջ տեսակ ահաբներով ողքին իսլամությունն ալ ելացել հայ իսլամներ այսպես կոչված իսկ ով պիտի խոսի Իսկ եթե վախտանք, ով պիտի խոսի ճշմարտությունը։ Մեկը սպիսին ով պիտի արտնցնե։ Բայց աղոթենք իրարու, աղոթեցենք ինձ յանը, որ Աստծո պաշտպանության դատը հայց եւ գամդամ օրեմ, հայց սիրելներ, եթե Աստծո գամքն է, հիշեցեք քիչ առաջվա պատմած աղոթյունս։ Եթե դեր գամքը թե սուրով գինալ, այլապես դերը քեդինը գճեղկե Եվ բոլոր թշնամիները քետնին տակ կան։ Վստահենք իրենց սիրելիներ։ Խոսքով չէ, այլ ամբողջ հոգիով վստահենք Տիրոջ, որովհետև դերը հզոր է։ Եվ ադորամար սիրելիներ, ինչ պետք ունենք այս կյանքի մեջ, Սուրբ Հոգին, Աստուծո խոսքին ըսպարազինությունը։ Ինչ որ գսե Եփեսացիներու նամակի մեջ Մոսարակյան 6-րդ գլուխ 10-18-րդ համար։ Աստուծո ըսպարազինությունը հագնենք։ Աստծո խոսքը հագնենք, որպես կարողանանք թեմ տնել ամեն տեսակի չարին։ Եթե պիտի ելան սիրելներ հավատացյալներ, որոնք պիտի նահատակվին, բայց նահատակներու արյունով է, որ եկեղեցին ավելի գզորան։ Բայց ընդհանուր կերպով Քրիստոսի եկեղեցին պիտի պաշտպանվի ամեն տեսակ չարի հարցանքով։ Եվ վերջին համարը 18-րդ համար Եվ վիշապը կանգնեցավ ծովու ավազին վրա։ Ասեմ, որ գարկմը Սուրբ Գիրքի թարգմանություններ և բնակիրներ, այստեղը սիրելներ և վիշապը չունին, այլ գսե և կանգնեցավ ծովու ավազին վրա, կարծեք թե խոսքը Հովհաննես ավետարանիչի մասին է, բայց լավագույն ծերակիրները գսեն և կանգնեցավ խոսքը որու մասին է, վիշապի մասին, ադորամար Զարես Սրբազանը, որպես հստակը նա Մարկոս մտքի մեջը, գսեք և վիշապը կանգնեցավ ծովու ավազի վրա, նաև ասեմ սիրելներ, որ ուրիշ շատ աջախ գարկմը ծերակիրներ այս համարը
գտեսնեք, որ հաջորդ գլխուն առաջին համարն է, այսինքն 10-րդ գլխուն առաջին համարն է։ 17 համարով գավարդի 12-րդ գլուխը եւ 10-րդ գլուխը այս առաջին համարով կսկսի։ Բայց շատ ծրագիրներ եւ բնակիրներ այսպես ունին 18-րդ համարը։ Ասկար ուզեցի ասել, որովհետեւ հանգարց եթե անգլերենով գարտակ կամ մոդալ լեզվով եւ տեսնեք հանգարց այս համարը չկա 12-րդ գլխու մեջ, հաջորդ գլխու մեջ կա, իմանաք այս տարբերությունը։ Ինչ որ է, բացատրեմ ձովը ավազի վրա։ Ձովը ինչի խորհրդանիշ է, արդեն բավական խոսեցա ձովի մասին, ջուրի մասին, բայց ասել 5 դագարանի մեջ ձովը երկու բաներու խորհրդանիշ է։ Առաջին ժողովուրդներու, եթե գարտակ Դանիելի մարգարեության 7-րդ գլուխը այնտեղ պիտի տեսնեք 2-3 համարներու մեջ, թե ինչպես ձովը ժողովուրդներն են եւ ձովեն քազաններ գելեն եւ գարցակին այդ ժողովրդի վրա։ Նաև եթե գարտակ Եսայի մարգարեի 17-րդ գլխու, 12-13 համարները, ինչպես նաև 57-րդ գլխու 20-րդ համարը, եւ նաև սիրելիներ տեսեք այստեղ ցեզի գարտամ հայտնությունով անուն 17-րդ գլխու 15-րդ համարը, այստեղ գսվի, որ այդ ճուրը ձովը, ճուրերը որ գտեսնես եւ ուր բորդիկը գնացի ժողովուրդներ են, բազմություններ են, ազգեր են եւ լեզուներ են։ Ուրեմն ձովը գխորհրդանիշի սուբտիտի մեջ ազգերը, ժողովուրդները։ Նաև երկրորդ իմաստով ձովը գխորհրդանիշի սուբտիտի մեջ քաոսը, անտունքը։ Հիշեցեք, որ 9-րդ գլուխ եւ որ գսերդեինք տեսանք, որ երկինքեն ասմինգավ եւ անոր դրվեցավ անտունտի ինչը հանալի եւ որ կուպը բացավ այնտեղեն չար ոգիներ դուրս եկավ։ Ուրեմն չար ոգիներու աշխարհը անտունտն է, ձովուն դագը։ Ինչու համար ձովուն դագը կներկայացվի։ Օրինակ Սամոսները գարտակ դեսնեք, որ այնտեղ կխոսվի Ռախաբ վիշապի մասին, Աստարոթի մասին, որոնք խորն են, անտունտի դագն են, որտեղ ձովը միշտ մարտոցն է ծածկված մնացած է, ապոր համար միշտ գիծված է, որ խորը կետնին դագը այդ անտունտի մեջ չար ոգին սադարանք է։ Եվ տեսեք հիմա մեծ վիշապը գանգնեցավ ձովուն ավազին վրա, այսինքն ժողովուրդներու վրա, այսինքն անտունտի բերանը։ Եվ հաջորդ գլխու մեջ պիտի տեսնենք, որ այնտեղեն դուրս պիտի գա ով իր գործակիցը, ները, այսինքն Հագա Քրիստոսը։ Սատանան իրեն զորություն պիտի տա, որպեսզի մարդոց մեջ գործե, եւ ներին օգնական պիտի տա սուտ մարգարեն, ովքեր պիտի տան ասում երկու բառով միանասել։ Ները Հագա Քրիստոսը պիտի լա մարդը, որ բոլոր ազգերը պիտի միախմբե եւ մեծամեծ զորություններ պիտի ունենա, իսկ սուտ մարգարեն պիտի լա շփախաբար եկեղեցիներու հավաքածուն մարդ պիտի լա, որ պիտի փորձե սիրելեր իշխանություն բանեցնել ամբողջ աշխարհի վրա եւ պիտի փորձե համոզել հավատացյալները, որ հավատան ներին իբրև փրկիչ։ Սիրելի քույրեր եղբայրներ, Աստված հերով է մեզ այս բոլորեն, բայց նորեն կգտնեմ Հիսուսի խոսքը, արթուն մնացեք եւ աղոթեցեք, որովհետեւ փորձության մեջ չգնաք։ Այս բոլորը ցեզի խոսեցա Աստծո Սուրբ Ոգիով, ուզեցի բացատրել սիրելներ, որովհետեւ դուք ալ ձեր շրջապատի մեջ խոսիկ այս բոլորի մասին։ Ինչ որ այստեղ սորվիկ չմնա այստեղ, այլ խոսեցեք ձեր հարազատներուն, խոսեցեք ձեր ընտանիքի անդամներուն, զավակներուն, դորներուն, որովհետեւ արթնան եւ մեղքի մեջ չգան։ Քրիստոսի անունով ծածկվիկ սիրելներ եւ մի վախնակ, որովհետեւ մենք աղտական Հիսուսին աղտական զավակներն ենք։ Ամեն։ Աղոթենք իրար համար, աղոթենք Քրիստոսի սուբխաչին բաղադիմ կար սուբխաչ աղոթքը աշխարհաբարի պարապարացեն, որպեսզի կարողանանք միասին աղոթել։ Անունով եւ օգնով եւ օգնի սրբով ամեն։ Ով ամենակարող Աստված, ում որ իմ մեղքերուս համար աճատային վրա մեղա, միշտ ինձի հետ եղիր, գաղաչել քեզ։ Ով սուրբ խաչ, Հիսուս Քրիստոսի, ողորմի ինձ, միասին ասել, ով սուրբ խաչ, Հիսուս Քրիստոսի,
շնացողեցի Իսուսի, որում գվաշում ապիտել, ողորմեինց և հալացինց մեր չար ոգի, որպես անիկա ինձ մեր պախուստա, ավիդյանս ծագերից, ամին։ Հայոց ասի բաշտամության համար ավոր։ Անուն հոր և որդվո և օգնույն սրբով, ամեն։ Oh
երդայք խաղաղություն և դեր Իսուս Քրիստոս եղիցի ընցեզ ընդ ամենեսյանը, ամեն։ Աստված ձեզ ետ սիրելներ, ամփորձան ձեր դեր աստված։